Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք քաղցրի տեսակ, որը շատ հեշտ է պատրաստվում, իրականում մի քանի բաղադրիչաբետք մեզ ու ստանում ենք մի հատ համովություն, ասեմ ձեզ, որ այդ մարդիկը, որ վախենում են մեկ-մեկ քաղցր պատրաստելուց, այդ մարդիկը հանգիստ կոֆենին թողանեն, թող նստեն այս բաղադրատոմսը նայեն, շատ հեշտ է, ասեմ, իրական եմ ասում։ Այսօր պատրաստելու ենք շատ հեշտ մանգոյով չիզքեյք։ Մեզ հարկավոր է 5 հատ հավգիտ, 500 մլի կամած մածուն, 200 մլի մանգոյի հյութ։ Մենք օգտագործում ենք մազզա, 1 բաժակ գրանոլա, 2 ճաշի գդալ մուկ գույնի շաքար և մի փոքր վանիլին։ Դե իհարկե մենք օգտագործում ենք միայն Մարանիգի վանիլինը։ Ոնց ենք սկսում։ Իրականում մի հատ այսպիսի աման ենք բերում, որպեսի միքսերով զարնենք, դե սկզբում հավգիտներն ենք զարնում, ըստե կարող ենք կդրանենք բոլորը ու արդեն խառնենք։ Ավելացնում ենք բոլոր հավգիտները ու զարնելու ենք։ Ուրեմն, քանի որ հավգիթը ավելացրել ենք, հիմա ավելացնելու ենք կամած մածունը, մի հատ գդալա պետք մեզ։ Իջացնում եմ կամած մածունը։ Ու արդեն խառնում ենք։ Իսկ հիմա իմ ամենա ֆեյվերիտ բահս, իմ սիրած հյութս պետք է տնեմ դորտի մեջ, ինչ անեմ։ Հիմա արդեն ավելացում ենք վանիլինը, premium quality, դենց ակրած, ես ինչ մի տետևեր, խառնում ենք, հիմա այս մասը արել ենք, հիմա ամենահետաքրքիր մասը ինչ է, մի հատ տաբակ ենք բերում, այս գրանոլան և բրաուն շուգարը մի քիչ խարգելու ենք ու հետո ավելացնենք մեր չիզքեյքի բնագի ամենադակը ու հետո այս խմորը, այսինքն մի հատ ստեղ հավաքում ենք, մաքրում ենք սավայով ու հետ վերադառնանք։ Ավելացնում եմ բրաուն շուգարը, մի թեթև հալվում է ու հետո մի քիչ ջուր եմ ավելացնելու, իսկ ջուրը արդեն դե իհարկե սիլի ջուր եմ օգտագործելու, բայց ասեմ, միշտ կարամելի տեսակ, որ օգտագործում ենք, ինչ շաքարթունում ենք, դրան գեսը ջուր ենք դնում, այսինքն ստեղ քանի որ 2 ճաշի գդալ է, ես մի ճաշի գդալ ստեղ ջուր եմ դնելու հետո։ Պատրաստ եմ, մինչև էդի հալվի ու ավելացնենք։ Տեսնում ես։ Մոդիգես նկարում ես։ Յալա, խոսի։ Տեսնում եք արդեն շաքարը հալվեց։ Հիմա եթե մենք ջուր չավելացնենք, ինքը կդառնա այրած շաքար, բայց մենք որ ջուր ենք ավելացում, ինքը կդառնա կարամել։ Արդեն հալվել է։ Տեսակ ինչ ունեցանք։ Հալվեց,
մի քիչ ինքը գծգվում է, հետո եթալվում է, այսինքն հույսերից չեք կտրում։ Հիմա գրանոլան ավելացնում ենք ու արագ-արագ խառնում ենք։ Այս էլ ունենք արդեն, այստեղ ունենք արդեն պատրաստել ենք, այստեղ ունենք մեր պատրաստած դագի մասը, ուրեմն այսի ավելացնում եմ ամենա ներքևը ու վրան խմորն եմ ավելացնելու։ Սենց դարածում եմ։ Մի քիչ սենց սեղմում ենք, որպեսզի դափականա ու հավասարանա։ Հիմա արդեն ավելացնելու ենք մեր խմորը։ Ես խմորը բոլորը ավելացրեցի ու արդեն ուղարկելու ենք ջրոց։ Իրականում ջրոցը արդեն տաքացրել ենք։ Ու արդեն կարող ենք ուղարկել։ Գնացինք։ Ուրեմն 180 աստիճանի վրա թողելու ենք 20-ից 25, մաքսիմում 30 րոպե, արդեն ինքը գեփի։ Կարող ենք ադամի չոպիկ մտցնել ու տեսնել, եթե ինքը թաց է, այսինքն իր վրա խմորներ մնաց, ասել է թե դեռ չի եղած, բայց եթե չոր դուրս կա, ասել է թե արդեն եփեր է։ Հիմա մի հատ կոֆե ենք խմում, մի հատ դեքիդեք մեր տրադիցիոնը, ավանդույթը, մի հատ sweet light փորձում ենք նորություն ու արդեն ինքը պատրաստ կլինի, հետո էլ կփորձենք մեր մանգոյով cheesecake-ը։ Դե ինձ սիրելիներս, մեր արդեն թխվածքը պատրաստ է, կարող ենք հանել ջրոցից։ Նայեք ինչքան հետաքրքիր է։ Մի քիչ թողում ենք սարի կամ սարչի, որպեսզի մատուցենք։ Դե ինչ, արդեն պատրաստ է մատուցելու։ Ստեղծ մի քիչ թույլացնեմ։ Հիմա սենց ուզում եմ դարձնել արդեն մյուս կողմ։ Օպա։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան հետաքրքիր պաղադրատոմս ունենք արդեն, հիմա պետք է համտեսեք, բայց առաջ որ համտեսենք չմոռանաք ամեն օր սպասել մեզ ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կենտրոն TV եթերում համի գաղտնիք հաղորդման շրջանակներին։ Իրականում չմոռանաք բաժանորդագրվել նաեւ YouTube-յան ալիքին, որովհետեւ այնտեղ ձեր բոլոր բաց տողած հաղորդումները այնտեղ են։ Դե ինչ հիմա համտեսում ենք։ Իրականում դե թարմ համունի, մանգոյի համը ըսկում եմ, դենց մի քիչ խիտ համունի ու այդ վրայի գրանոլան եւ դենց շուկերը իրան ավելի ուրիշ քաղցրություն ա տվել։
Շատ հետաքրքիր համադրություն է, շատ հանգիստ եւ շատ հեշտ է պատրաստվում, անպայման դուք էլ պատրաստեք ու վայելեք այս համովությունը, բարի խորժակ։